Հակառակորդի կողմից նախահարցակ գործողությունների արդյունքում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար մարտիրոսվեցին ժամկետային զինծառայողներ Արարատ Խանոյանը, Ազատ Ասոյանը, Սարգիս Մովսիսյանը, ավագ լեյտենանտներ Գոր Գրիգորյանը և Զորիկ Գևորգյանը։ Իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանն այցելել է մեր ժամանակի հերոսների ընտանիքների անդամներին։ Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ։ Հենակետում գտնվող անձնակազմը գործել էր կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն եւ բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ էր շպրտվել։ Ցավոք գործողության արդյունքում զոհվել էին զինծառայողներ 1994 թվականին ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը։ Արարատի մորը Անահիտ Վարդանյանին սփոփում է միայն այն միտքը, որ տղան մեծ պատրաստակամությամբ է մեկնել ծառայության։ Ինձ համբուրելուց ասես աչքերիդ արցունքները չտեսնեմ, չլացես, ընդհանրապես, որովհետև ես գնում եմ իմ հայրենիքը պաշտպանելու, բոլոր տղաների նման։ Հայրենիքը կոփում է ինձ եւ բոլոր տղաներին ես կդառնամ իսկական տղամարդ, տուն կվերադառնամ, որ դու լավ զգաս քեզ։ Զարմանալի է, գուցե իսկապես կա մի ճշմարտություն, որ ազգի պաշտպանությունը բոլոր ժամանակներում էլ կազմակերպվում է ընտրյալների արյան գնով։ Եթե չլինեին նրանք հայրենիած պաշտպան այս ընտրյալ երիտասարդները, ինչ կլիներ։ Գուցե եւ հետևանքներն ավելի ծանր լինեին։ Ազատ Ասոյանը, չնայած երիտասարդ տարիքին, սպորտի բնագավառում բազմաթիվ հաջողությունների էր հասել։ Մայրը վստահ է, որ Ազատը շատ երջանիկ կլիներ, եթե մարտական գործողության ժամանակ ողջ մնացած լիներ, եթե իր բազում մեդալների մեջ տեսներ պետական այս պարգևը, երևի թե նրա համար կլիներ ամենաթանկը։ Բայց ոնց ասեմ, որ իմ տղան ասավ, ես պիտի ծառայեմ։ Ես պիտի ծառայեմ։ Վայ, դա էլ ասեմ ձեզի, թուրք պիտի սպանեմ ես։ Ասում եմ, բայց իրանց էլ ամեր բե, ման, բա իրանք մեզ խեն սպանում։ Ման, բա իրանք մեզ խեն սպանում։ Սնայպերիստ էր, գիտեք 10-ից 10 կրակում էր, զարմանում էի։ Ազատ, այդ որտեղ ես սովոր, այդ տղա ջան։ Ունես լավ էր զգում, որ իրան գովում էին։ Հիմա էլ ենք ունես լավ ազգում, որ իրան գովում են, իրանք այդ մի մեդալը չուներ, այդ մեդալն էլ ինքը ստացա։ Նույն օրը մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդին հետ շպրտելու ժամանակ զոհվել է ավագ լեյտենանտ 23-ամյա Գոր Գրիգորյանը։ Գորը Արմավիրի մարզի Ջամֆիդա գյուղից էր։ Հայրը Բաբկեն Գրիգորյանը Արցախյան ազատամարտի մասնակից է։ Պատմում է, որ դեռ մանկության տարիներից իր որդին եւ եղբոր որդին Վահեն երազում էին համազգեստ կրելու մասին։ Աչքը թեքում էր թե չէ մանկական չարաճիությամբ թռցնում էին զենքն ու կռիվ խաղում։ Դպրոցն ավարտելուց հետո Գորն ու Վահեն որոշեցին ընդունվել ռազմական ինստիտուտ։ 4 տարի միասին սովորելուց հետո նշանակվեցին զինված ուժերում ծառայության։ Գորը նախընտրեց երիտասարդ սպայի կարիերան սկսել առաջապահ ստորաբաժանումից։ Որդու կորստյան ցավը հոգում անթեղած հայրը Բաբկեն Գրիգորյանը պատմում է, որ Արևմտյան Հայաստանից Չաուշի Սուլուխի կամրջի մոտակայքից մի քար է բերել։ Որոշել է, որ մոտ ժամանակներս կայցելի որդու անունով անվանակոչված հենակետը։ Քարն իր հետ կվերցնի, կթողնի հենակետում, որ ուշ տա Գորի ծառայակից ընկերներին։ Իսկ այնտեղից էլ մի կտոր քար կբերի Գորի Շիրիմի համար, որ հայրենիքի այն մի կտորը, որի համար որդին զոհեց կյանքը, հավերժ իր հետ լինի։ Թող ամուր կանգնեն աղբեր հողի վրա։ Թափված արյունը մի գրամ չթողեն թուրքին։ Իմ տղայի արյան վրայով չթողեք տղեկ ջան, ես ձեր ցավը տանեմ։ Ուղղակի ամուր կանգնեք։ Դուք հպարտանալ իրանք ունեք, դուք պիտի պահեք ես հայրենիքը։ Հանուն բոլոր զոհված ների հիշատակին, ես է մեր ճակատագիրը։ Ամուր կանգնեք, ես ցավը տանեմ։ Իսկ ահա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերն էլ նույն ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն։ Արցախի պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ հետ շպրտել իրենց ելման դիրքեր։ Ցավոք, թեժ դիմակայության ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր զինծառայող 1989 թվականին ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը։
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Թող վերջի մայրը ելնեմ ես։ Բալականչող, մենակ դա եմ ցանկանում։ Առողջ, խաղաղ, անփորձանք ծառայություն։ Հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ իր հրամանատարի ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի հետ կողք կողքի մարտնչած ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ Սարգիս Մովսիսյանը ծանր վիրավորվել էր։ Ցավոք հոսպիտալում չհաջողվեց փրկել հերոսայորդու կյանքը։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Սարգիս Մովսիսյանը եւս հետմահու պարգևատրվեց արիության մեդալով։ Իր հրամանատարի հետ թիկունքի տվել, կռիվ են տվել, ու վիրավորվել, շատ ուժեղ որդի եմ ունեցել, հպարտանում եմ, բոլորն են հպարտանում, բայց վերքս խորն է, ես շատ հպարտ եմ, բայց վերքս խորն է, որովհետև ես մայր եմ։ Երևանից Արմավիր, Արմավիրից Վանաձոր, ապա հետադարձ դեպի մայրաքաղաք եւ ամբողջ ճանապարհին մտորում եմ։ Իսկապես առյուծածին մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը։